Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ 99 կողմձայնով վերահսկիչ պալատի նախագահ ընտրեց Լևոն Յոլյանին, 2 քվեաթերթի կանվավեր ճանաչվեց։ Նրա թեկնածությունն առաջարկել էր նախագահ Սերժ Սարգսյանը։ Յոլյանն այս կառույցում աշխատանքի փորձ ունի։ Նա վերահսկիչ պալատի փոխնախագահ է եղել ապա կարճատև ժամանակով, մինչև Կարեն Կարապետյանի կառավարության ձևավորումը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար։ Նոր սահմանադրությամբ կառույցը կկոչվի հաշվեքննիչ պալատ։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչները կարծում են, որ այն պետական ապարատի աշխատանքն առավել թափանցիկ կդարձնի։ Հիմնավորում են հիմա պալատի հիմնական աշխատանքը կդառնա ոչ թե ստուգումները, այլ աուդիտը, ինչը թույլ կտա կանխել խախտումները։ Նշենք, որ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը թափուր էր փետրվարի կեսերից Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո։ Երեկ լրացել է Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը եւ ազգային ժողովի արձանագրությամբ նրա լիազորությունները դադարեցվել են։ Իշխան Զաքարյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից, այժմ նա ղեկավարում է Ծառուկյան դաշինքի նախընտրական շտաբը։